Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Այսօր խոսելու ենք հայ-վրացական մշակութային կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին, ժամանակակից հայ արձակի ժողովածուն, որը ներկայացնում է Պեն Հայաստանի 24 հայ հեղինակների ստեղծագործություններ, հայտնվել է վրացական Սաբա հեղինակավոր գրական մրցանակաբաշխության լավագույն թարգմանություն անվանակարգի կարճ ցուցակում։ Այս կարևոր իրադարձության մասին ենք մենք այսօր խոսելու գրքի թարգմանիչ Ասիա Դարփինյանի հետ։ Ողջույն Ասիա, շնորհակալություն։ Ողջույն։ Ես եմ շնորհակալ։ Այսպես շատ կարևոր առիթ է, հետաքրքիր, վաղուց չենք հանդիպել եւ չենք խոսել հայ-վրացական հարաբերությունների գրական այսպես տեղաշարժերի մասին։ Սաբայի կարճ ցուցակում հայտնվելը փաստորեն մեծ ճանաչում է ինչ որ իմաստով։ Ձեր կարծիքով ի՞նչն է այս ժողովածուի մեջ գրավել վրացի ժյուրիին եւ նաեւ ընթերցողին։ Այդ մեծ նվաճում է իսկապես եւ ես միշտ ասում եմ, որ ինձ համար Սաբայի կարճ ցուցակում հայտնվելը արդեն հաղթանակի հավասար մի բան է եւ իսկապես հաղթանակ է դա, որովհետեւ տարիներ շարունակ անգամ չէ երազի դրա մասին, բայց այսօր այո, ես այդ կարճ ցուցակում եմ 76 գրքից ընտրվել է 14-ը եւ կարճ ցուցակում ընդգրկվել է 14 թարգմանական գիրք, որից մեկը ժամանակակից հայ արձակն է եւ այդ հեղինակները Թոմաս Մանը, Ջեյմս Ջոյսը, Հոմերոսը եւ այդ գրքերի թարգմանիչները այնքան ազդեցիկ են իսկապես համաշխարհային գրականության, ինչ որ ես անգամ մտքովս անգամ չեր անցնի, որ կարող է իրենց կողքին հայտնվել։ Դուք քանի որ այդ անունները նշեցիք, մի փոքր ներկայացնենք ինչ է իրենից ներկայացնում Սաբա մրցանակաբաշխությունը, որպեսզի մենք կշիռը հասկանալի լինի մեզ համար եւ նաեւ մեզ լսողներին, դիտողների համար։ Հա, ասեմ կարճ 2002 թվականին է հիմնադրվել այս գրական մրցանակը Ռատի Ամաղլոբելի ժամանակակից վրացի բանաստեղծ այն ժամանակ Փենի նախագահն էր նաեւ իր եւ մի քանի ժամանակակից գրողների նախաձեռնությամբ եւ նաեւ TBC բանկի ֆինանսավորմամբ աջակցությամբ, որ մինչ օրս շարունակում է իր աջակցությունը 24 տարի է արդեն ինչ անցկացվում է այդ գրական մրցանակը եւ տարբեր անվանակարգեր ունի լավագույն վեբ, լավագույն պոեզիա, լավագույն արձակ, դրամատուրգիա եւ այլն եւ ամենակարևոր, ամենասպասված եւ այսպես բարդ անվանակարգը հենց թարգմանականն է, ինչու որովհետեւ ամեն տարի տարբեր հրատարակիչներ ներկայացնում են իրենց հրատարակած թարգմանական գրքերը եւ արդյունքում բնականաբար ամենաերկար ցուցակը հենց թարգմանական եւ այս 76 գիրք էր ներկայացվել երկար ցուցակում այս տարի 76-ից 14-ն է ընդգրկվել կարճ ցուցակում շատ անվանի մրցանակ է եւ սպասված Սաբան Սուլխան Սաբա Օրբելյանի անունն է Սուլխան Սաբա Օրբելյանին վրացի գրող հասարակական գործիչ կարևոր պատմական նաեւ անուն է եւ կերպար է այո ոչ միայն գրականության նաեւ քաղաքականության եւ այդպես եվրոպամետ իր քայլերով եւ գործունեությամբ եւ պատահական չէ նաեւ Սաբա անունը, որովհետեւ ինքը ունի նաեւ շատ հետաքրքիր գործ Սուլխան Սաբա Օրբելյանին ճամփորդություն Եվրոպայում, այո եւ շատ կարեւոր մի իրադարձություն է իսկապես առանց չափազանցնելու այսինքն միջազգային մասշտաբների է ոչ չէ միջազգային մասշտաբի չէ սա վրացական իրականության համար է շատ կարեւոր եւ չէ միջազգային չէ որովհետեւ ամեն տարի վրացերենով գրված վրացի հեղինակների գործերն են ներկայացվում եւ վրացերեն թարգմանված գրքերը այս անվանակարգը կոչվում է լավագույն թարգմանություն վրացերեն
Դե միջազգային չէ, բայց այո, տարածաշրջանի համար եւ ասենք հա մեզ համար կարեւոր է Իսկ ինչն է հիմնականում ձեր կարծիքով գրավել վրացի ժյուրիներին ու նաև ընթերցողին։ 5 մարդուց է բաղկացած ժյուրին, այո, միշտ հաճախ երբ դժգոհում են, դե գիտեք, բոլոր մրցանակները ունեն այդ բնորոշ է բոլոր մրցանակներին դրական եւ բացասական արձագանքները, ուրախությունը, տխրությունը եւ այլն, որովհետև դե մրցանակը ի վերջո հենց դա է եւ դրա մասին է եւ այո 5 հոգուց է բաղկացած ու չգիտեմ ինչով է պայմանավորված երևի նրանով որ ամբողջական պատկերն է տալիս ժամանակակից հայ գրականության շատ հագեցած, շատ բովանդակային ներկայացված է տարբեր ոճերի, տարբեր ճաշակի, տարբեր լեզվամտածողության գործեր են այստեղ ներկայացված եւ թարգմանական առումով էլ է բնականաբար դա շատ մեծ մարտահրավեր, երբ դու մի հեղինակի ես ներկայացնում, որքան էլ դա անթարգմանելի լինի, օրինակ Ջեյմս Ջոյսին հիմա այնց հաճախ գրում են եւ որպես անթարգմանելի հեղինակ է գիտենք համարվում եւ այդ թարգմանչին շատ ծափահարում են եւ շատ երկրպագում բնականաբար եւ դա նորմալ է բայց դա մեկ այլ բան է որովհետեւ ինքը տարիներ շարունակ աշխատում է այդ հեղինակի լեզվի լեզվամտածողության ոճի եւ այլն այդ նրբությունները մարտահրավերների մասին մենք կխոսենք դրա շուրջ է աշխատում եւ ստացվում է բնականաբար ստացվել է որ այս ցուցակում է եւ դա շատ բնական է շատ մեծ ուրախություն է հաջողություն է եւ այլն բայց սա մեկ այլ պատմություն է որովհետեւ այստեղ էս անցումները կտրուկ անցումները մեկ այլ մարտահրավերը թարգմանական եւ շատ բարդ էր այդ ճանապարհը որ ես իմ խմբագրի հետ անցա այո լեզվավոճական կտրուկ անցումները որովհետեւ շատ տարբեր են չէ՞ հեղինակները իրենց այսպես խնդիրները այո եւ լեզուն եւ մտածելակերպը եւ պատկերները այդ ամենը շատ տարբեր է եւ պիտի պահել 24 տարբեր հեղինակների այսպես ոճական առանձնահատկությունը ինքնատիպությունը այո եւ երևի դա էր որ դարձավ ուշադրություն գրավեց այո ժյուրին եւ այո դարձավ այս կարճ ցուցակի անդամներից մեկը գրքերից իսկ ինչ սկզբունքով են ընտրվել թարգմանական տեքստերը հետաքրքիր է կա որոշակի օրինակ գաղափարական կամ թեկուզ գեղարվեստական որոշակի գիծ ըստ որի կատարվել է ընտրությունը գեղարվեստական գիծ չկա բայց գաղափարական այո կա սկզբունքը հետևյալն է քանի որ սա Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Փեն Հայաստանի համատեղ նախագիծներ այստեղ ընդգրկված են Փեն Հայաստանի անդամ գրողների գործերը եւ գաղափարը հենց դա էր դրա շուրջ էր եւ սկզբունքը հենց դրան մեկայանում որ պարտադիր բոլոր գրողները պետք է Փեն Հայաստանի ներկայացուցիչները լինեին եւ ներկայացված է Փեն գրողների այո ստեղծագործությունները իսկ իրենք ինչով են առանձնանում իրենց ձեռագիրը կամ թեկուզ ստեղծագործական իմաստով այս դեպքում առանձնացան Փենի անդամ լինելով օրինակ ինչ հեղինակներ են ընդգրկված կուզեի անունները տայիք ու հատկապես թե օրինակ ինչ գործեր են ամեն դեպքում այս ստեղծագործությունները ինչ որ իմաստով միթելով պիտի գոնե իրար հետ կապված լինեն թեմատիկ առումով թե ոչ շատ տարբեր են եւ ինչպես Արմենն է Օհանյան ասում նախաբանում գրում է սա գրական աջաբսանդալ է ինքը անվանում
այս գիրքը։ Հենց սկզբից այդ մասին պիտի ասեիք, որ ավելորդ հարցեր չտայի։ Այո, ինքը ասում է, որ աննախադեպ է ու իսկապես աննախադեպ պատմական մի իրադարձություն է ներկայանալ 24 հեղինակով, ժամանակակից հեղինակով եւ անվանում է դա գրական աջափսանդել, որովհետեւ ոչ մի գիծ չի պահվում այստեղ եւ սկզբունքը ինչպես արդեն նշեցինք դա էր, որ բոլորը փենի անդամներ են, հեղինակները ինչպես ասացին 24-ն են, Շուշան Ավագյան, Կարեն Ավետիսյան, Մհեր Արշակյան, Գրիգ, Անրի Գրիգորյան, Արփի Ոսկանյան, Արտավազդ Եղիազարյան, Լիլիթ Կարապետյան, Նարինե Կրոյան, Վահրամ Մարտիրոսյան, Ռաֆի Մովսիսյան, ժամանակակից, բոլորը ժամանակակից, այո, հեղինակներ են։ Արմեն Օհանյան, Տիգրան Պասկևիչյան, Արամ Պաչյան, Անուշ Սարգսյան, Նորայր Սարգսյան, Արաքել Սեմիրճյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան, Անահիտ Ղազարյան, Կարեն Ղարսլյան, Լուսինե Խարատյան, Համբարձումյան, Սուսաննա Հարությունյան եւ Սարգիս Հովսեփյան։ Այո, իրենց ամբողջ այդ այո կան այնպես հեղինակներ, որոնք գուցե այդպես դուրս են մնացել, բայց գուցե կարելի էր իրենց նույնպես ընդգրկել։ Ինչու հենց 24-ի վրա կենտրոնացա։ Ցավոք կան 24-ի վրա չենք կենտրոնացել, կան գործեր, որոնք ցավոք գրքից դուրս մնացին, ինչու, որովհետև հատվածներ էին վեպերից եւ կոնտեքստ այն առումով մի փոքր բարդ էր, ինչքան էլ ասում ենք եւ կատակում ենք, որ այդ սկզբունքը գիծը չկար, բայց այնուամենայնիվ բնականաբար կա ինչ-որ գիրք կազմելիս արդեն կա ինչ-որ չափորոշիչներ եւ դա արդեն գլխավոր խմբագրի որոշմամբ որոշ գործեր ցավոք դուրս մնացին, որովհետեւ հնարավոր չէր տեղավորել եւ ստացվեց 24-ը, թե չէ ես ավելի շատ գործ էի թարգմանել եւ գուցե 30-ը լիներ, բայց չեղավ։ Իսկ հետագայում հնարավոր է, որ այդ չթարգմանվածները մեկ այլ ժողովածու լինի։ Գուցե։ Իհարկե դա մրցանակաբաշխությանը չի մասնակցի, բայց գուցե այո, հնարավոր է արված գործը ուղակի կամ ես մտածում եմ, արված գործը այդպես չի մնա, տարբեր հանդեսներում, գրական կայքերում կհրապարակվի անպայման, մտածում եմ, որ դա այո, կտպվի ուշ թե շուտ, ինչ որ ձևաչափով անպայման լույս կտեսնի։ Շատ լավ, Ասիա, մենք բոլորս գիտենք, որ հայերն ու վրացիները դե աշխարհագրական ու պատմական այսպես շատ մոտ բանում են, դաշտում են այսպես ասած գտնվում, բայց մեր գրական տեքստերն ու մտածողությունը մի քիչ հաճախ չի համապատասխանում, շատ տարբեր ենք, չէ՞, այդպես տարբեր ճանապարհներ են գուցե ընտրվում։ Կան արդյոք թեմաներ կամ ընդհանրապես հույզեր մարդկային, որոնք ընդհանուր են մեր եւ վրացիների դեպքում եւ այստեղ նաեւ ինչ որ իմաստով իրենց համար շատ հարազատ էր, որպեսի այսինքն ընտրելու դեպքում հարազատ միանշանակ կան եւ մեր ընդհանրությունները, նմանությունները, զգացմունքային ընկալումները տարբեր թեմաների վերաբերյալ շատ ավելին են, քան տարբերությունները։ Եվ հաճախ եմ ընթերցողներից լսում, որ եթե, ասենք, տեղանունը գրված չլիներ, կմտածեի, որ մեր մասին էր։ Հաճախ նման արձագանքներ եմ այո ստանում, բայց երբեմն ասում եմ, որ նույնիսկ տեղանունը նշելը չի խանգարում այդ ամենը վերապրել եւ մտածել, որ իսկապես մեր մասին է եւ ինչքան շատ է մեր նման եւ հարազատությունը դե բնականաբար դա պայմանավորված է նրանով, որ շատ մոտ ենք եւ գրեթե նույն ճանապարհն ենք անցել, ճիշտ է, տարբեր աշխարհագրական դիրքերում ենք գտնվում, բայց այնուամենայնիվ շատ մոտ հարևաններ ենք եւ մեր այդ ընկալումները կյանքի հարաբերությունների, մարդկային հարաբերությունները շատ հարազատ են, շատ նման են եւ թե վրացի ընթերցողն է
իրեն ճանաչում յուրաքանչյուր տեքստ ընթերցելիս, թե հակառակը։ Եվ դա միշտ ասում եմ, եւ միշտ այդ արձագանքը ստանում եմ ընթերցողներից, երբեմն անծանոթ ընթերցողներ այս կոնկրետ այս ժողովածուից մի գործ ընտրում շատ հարազատ իրենց, օրինակ Ռաֆի Մովսիսյանի մեղր պատմվածքը շատ սիրվեց եւ ընթերցեցին բարձրաձայն այդպես հետո Նախ ես չգիտեի որ Ռաֆի Մովսիսյանը գեղարվեստական ստեղծագործություններ ունի դա ինձ համար բացահայտում էր փաստորեն վրացի ընթերցողի համար նույնպես բացահայտում է եւ դարձել է շատ սիրելի այո իրենք այդպես կիսվում են ընթերցում են բարձրաձայն շատ սիրված գործեր կան այո մի քանիսը առանձնահատուկ չգիտեմ իրենց մանկության հետ են նմանությունը գտնում յուրաքանչյուրը իրենը կարողանում է գտնել այո եւ հիմա այդ Ռաֆի տեքստը օրինակներից մեկն էր բայց կան այո նման արձագանքներ Եկեք թարգմանության փորձառության մասին մի քիչ էլ խոսենք օրինակ կան հայերենին բնորոշ հասկացություններ ինչ որ որոշակի մշակութային շերտեր որոնք դժվար է փոխանցել վրացերենի ամեն դեպքում կա տարբերություն գրեթե չկա եւ շատ հաճախ նույնիսկ կատակները անեծքները ասենք հայհոյանքները Տակրքիր է ահա կամ որոշ շատ յուրահատուկ տիպիկ ձևակերպումները շատ ավելի հեշտ է թարգմանել վրացերեն եւ վրացերենից էլ հայերեն քան այլ լեզուներով, որովհետև մենք նորից եմ ասում այդ ճանապարհը միասին ենք անցել եւ դա մեր լեզվամտածողության մեջ այդ հետքը թողել է, օրինակ Թամթամելաշվիլին թարգմանելիս դա այդ կնոջ ձայնը փոխանցելիս այնքան հեշտ էր հիմա էլ երբ թարգմանում եմ Անա Դավթյանի Խանան ճիշտ է ինքը մարտական մեծ մարտահրավեր է իսկապես sense մարտական դաշտ է բանի իմաստով հա որովհետև բարդ է շատ բայց միևնույն ժամանակ մեծ հաճույք եմ ստանում այդքան շատ նմանություններ գտնելով այդքան հարազատություն տեսնել եւ թե զգացմունքային թե լեզվական թե ոճային եւ դա շատ քիչ բնականաբար թարգմանությունը այնպիսի մի աշխարհ է որ հնարավոր չի ամեն ինչ պահել բայց շատ ավելին են նմանությունները քան տարբերությունները եւ այդ առումով շատ հեշտ է եւ մեծ հաճույք է թարգմանել հայերենից վրացերեն եւ հակառակը Նաև բացահայտում ես ասում ես վայ փաստորեն էսպես է իրենց մոդել է էսպես հա ամեն անգամ ես նորով ինչ որ նոր բաներ եմ բացահայտում եւ դա մեծ ուրախություն է էսպես թարգմանչի փոքրիկ ուրախություններ են Ասիա իսկ այնտեղ Վրաստանում գրական կյանք այսպես ասած կա նույն կերպ շարունակվում եմ ես գիտեմ որ մենք տարիներ առաջ խոսել ենք հայ-վրացական գրական այսպես կապերի ու նաև վրացական գրական մթնոլորտի մասին քանի որ դա ենթադրում ենք որ իրենք ունեն այսպես հեղինակավոր մրցանակաբաշխություն, որը նաև ֆինանսական այսպես կայունություն ունի նաև իր մեջքին բանկը շատ դա արդեն մեծ բան է որպեսզի գրական բան ունենա հովանավոր Արդյոք այնտեղ ընթերցողների թիվը դա ավելացնում է կամ այնտեղ գրականության նկատմամբ առավել մեծ
հետաքրքրություն կա կամ վերաբերմունք կա, քան եթե համեմատենք մեզանում։ Մենք էլ ունենք ի վերջո փառատոններ գրական եւ այլն մրցանակաբաշխություններ։ Դե հա, ավելացնում է, դա ազդում է բնականաբար, դա ազդում է գրական կյանքի աշխուժության վրա, ազդում է, ինչպես ասացինք, շատ սպասված է այս գրական մրցույթը, սա բան եւ ոչ միայն թարգմանական անվանակարգում, այլ նաեւ հեղինակները, քանի որ նախորդ տարվա հրատարակած գրքերն են ներկայացվում, գրողներն են ոնց որ շատ ավելի այսպես փորձում են ակտիվ մնալ իրենց գրական այդ կենսագրությունը ոնց որ շատ ավելի ակտիվ է, կարծես թե, չգիտեմ, այդ առաջին հայացքից հա, այդպես է եւ դա շատ նկատելի է, ներկայանում են այդ մրցույթին ներկայացվում է գրքերը մրցույթին, հետո քննարկվում է ֆինանսական մրցանակներ կան կոնկրետ, որոնք այսպես շատ կարևոր։ Հստակ չգիտեմ, բայց կարծեմ կա, բայց հստակ չգիտեմ։ Եվ հա, քննարկվում են, գովազդվում է այդ գրքերը տարվա ընթացքում, ամբողջ տարվա ընթացքում տարբեր ընթերցանություններ է կազմակերպվում եւ կարծում եմ, որ հա գրական կյանքը ավելի բուրըն է, քան Հայաստանում եւ այդ ամենի մեջ հա իհարկե իր մեծ դերը ունի Սաբա մրցանակաբաշխությունը։ Հիմա սրտատրոփ սպասում են աշնանը եւ գրողները եւ թարգմանիչները երբեն։ Այո, եւ դա հա հեղինակավոր է եւ սպասված իհարկե ունի իր դերը ունի իհարկե մեծ բան փոխեց, շատ շրջադարձային դարձավ, չնայած վրաց գրականության համար, չնայած Վրաստանը միշտ է եղել պոեզիայի երկիր, գրականության երկիր, մենք ասում ենք բազմիցս, որ միջնադարյան թագավորները շատ ավելի հայտնի են եղել իրենց բանաստեղծ լինելով, քան որպես պատմական գործիչ, եւ իրենց երկերը գրքերը շատ հայտնի, այսինքն իրենք դա ունեն իրենց գենետիկ կոդը, այո, եւ իրենց պատմության մեջ դա կա, դա իրենց պատմության մեջ կա, այո, բայց նաեւ այդ ամենը պահել, շարունակել այսպես ակտիվ, իհարկե մեծ բան է եւ կարողանում են իրենք այո կազմակերպել դա։ Իսկ ինչպիսին է օրինակ այսօր հայ-վրացական գրական առնչությունները, ես գիտեմ, որ շատ ակտիվ է հենց Պենի շնորհիվ, այնտեղ հաճախ եմ տեսնում, այս սոցիալական ցանցերում են ինձ իհարկե երևում այդ ակտիվությունները, եւ արդյոք սա եզակի նախագիծ է, թե էլի կարող է շարունակական լինել, նորից նոր գրքեր հրատարակել, նոր պրոյեկտներ, նախագծեր։ Տեսնենք, դեռ չկա ոչ մի նոր նախագիծ, բայց գուցե շարունակական լինի։ Այո, Փենի շնորհիվ 2022-ից հետո շատ ակտիվ եւ բուրըն դարձավ հայ-վրացական գրական հարաբերությունները, ու սա իսկապես պատմական մի իրադարձություն է այսօր ներկայանալ այո, այսպես գրքով, թարգմանական գրքով Սաբայի մրցանակին եւ այո, Փենը շատ մեծ աշխատանք տարավ վերջին տարիների ընթացքում, շատ գրողներ թարգմանվեցին վրացերեն, հայերեն եւ հակառակը, այո, չնայած 2015 թվականից Թբիլիսիում անցկացվող գրական փառատոնի շրջանակներում միշտ հրավիրվում էր հայ հեղինակ եւ ներկայացվում, բայց Փենը մի քիչ ավելի մասշտաբային դարձրեց այդ ամենը։ Հետաքրքիր է, օրինակ եթե վերցնենք վրացիների միջավայրում, մենք գիտենք մեր այստեղի գրական խնդիրները, այդպես շատ ենք խոսում, քննարկում ենք կամ ոչ գրական խնդիրները, այնտեղ ինչ խնդիրներ կան, որոնք իրենց մշտական այդպես անհանգստացնում են կամ հուզում են։ Դե կանանց թեման, կնոջ ինքնուրույն լինելու եւ այլն։
այդպես շատ կարճ ասած սոցիալական թեմաները, կյանքին առնչվող թեմաները, մեր նաև քաղաքական թեմաները, այնտեղ շատ է այդ անդրադարձը տեսնում եմ շատ գրքերում, այսինքն հետխորհրդային շրջանի պատմությունը, դրա մասին գրելը, այդ ռեֆլեքսիան, այո, շատ մեծ է, եւ կարելի է ասել, որ նաև այդ առումով ենք մենք նման, մեզ մոտ գուցե մի քիչ այլ ձևաչափով է դա արվում, բայց միևնույն է նմանությունը թեմաների առումով էլ են շատ Եվ այդպիսի ընտրություն է արվել այստեղ, որպիսի այն ինչը որ այնտեղի ընթերցողին լսարանին հետաքրքրում է։ Այո, միանշանակ։ Քանի որ դուք տեղյակ եք եւ այստեղի գրական process-ների եւ այնտեղի ժամանակակից գրական process-ներին, ընտրությունը ավելի այդ դեպքում հնարավոր է որ հեշտ լինի։ Այո, եւ այդ սկզբունքով է ընտրությունը արվել հենց թեմաների, այստեղ պատերազմի մասին մի քանի շատ կարևոր տեքստ կա։ Ասիա եւ ամփոփելով մեր զրույցը ես գիտեմ որ դուք մեծ հաճույքով եք անում ձեր գործը իսկապես եթերից առաջ էլ խոսում էինք ասացիք որ դա ձեզ համար հաճույք է ընդհանրապես թարգմանությունը եւ ես իսկապես այդ հաճույքը տեսել եմ ընթերցելով Կիկոձեի թարգմանությունը Արշիլ Կիկոձեի հարավային փիղը ստեղծագործությունը եւ իսկապես մեծ հաճույք եմ զգացել ընթերցանությունից Արդյոք սա տեսնում եք նաև շարունակական եւ ինչն է ձեզ համար կարևոր էստեղ նախ եւ առաջ բացի այն որ շատ անձնական հաճույք եք զգում եւ դա ձեզ համար էսպես նաև թերապևտիկ նշանակություն ունի որքանով հասկանում եմ Այո ունի անշուշտ ես միշտ ասում եմ որ որքան էլ պաթետիկ հնչի դա բայց դա սիրում եմ կրկնել որ ոնց որ իմ առաքելությունն եմ համարում քանի որ ես ունեմ երկու հայրենիք երկու մայրենի լեզու այսպես պաթետիկ է հնչում իհարկե բայց չեմ կարող չասեմ որ իմ փոքրիկ առաքելությունն է այդ կամուրջ հանդիսանալը եւ թարգմանել այս գրական գործերը եւ ավելի մտերմացնել այսքան մոտ այսքան հարազատ հարևան երկրներ որ ինչ պատճառներով ոնց որ այդ կապը կտրված էր եւ քաղաքական մենք այդ մասին էլ ենք խոսում հա եւ հիմա ոնց որ նորովի են իրենք ժամանակակից գրողները միմյանց ճանաչում եւ մենք ոնց որ նոր շունչ ենք բերում եւ ես մի փոքրիկ մասնիկ ունենալով պարզապես երջանկանում եմ, այո։ Դա ձեր աշխատանքի արդյունքն է պենի, աշխատանքի արդյունքը թե առհասարակ քաղաքական։ Ընդհանուր, բոլորիս միասին։ Բոլորը միասին, այո։ Հա, որովհետեւ ինչպես բոլոր յուրաքանչյուր հարցում մենակ շատ դժվար է որևէ բան անել, սա թիմային աշխատանք է, այո, եւ այո յուրաքանչյուր մարդու դերը շատ մեծ է եւ շատ կարեւոր է նաեւ հրատարակիչների դերը որ հրատարակում են մեր գրքերը թարգմանական գրքերը թե հայ հրատարակիչները թե վրացի արդեն սկսվել է այդ տենդենսը շատ ավելի ակտիվ քան նախկինում է այնպես որ իսկապես յուրաքանչյուրի դերը շատ մեծ է թե չէ մենակ իմ այդ ողջավորությունը եւ այսպես թարգմանչի այդ ցանկությունը շատ քիչ կլիներ եթե իհարկե
շարունակություն չտրվեր այդ ամենին։ Նաև քաղաքական մթնոլորտն էլ պիտի նպաստավոր դեր ունենա Միանշանակ, անշուշտ ունի, այս վերջին շրջանում շատ սիրված ենք եւ շատ սենց ուշադրության կենտրոնում ենք։ Ես միշտ եմ համարել, որ մենք միշտ սիրված ենք եղել, բայց այս վերջի շրջանում մեր քաղաքական process-ներից ելնելով Վրաստանը, մեր վրացի գրողները շատ ավելին են մեզ այդպես սիրում։ Եվ այո, մենք իրենց լուսավոր կետն ենք հիմա տարածաշրջանում, այո, եւ հույսն ու հավատը դա իհարկե շատ նորմալ ընթացք է։ Այո, եւ լավ է, դրական է։ Շատ լավ, շնորհակալություն Ասիա հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ այդ սերը շարունակականություն կունենա, որովհետև ամեն դեպքում մենք հարևաններ ենք եւ այդ երկխոսությունները շատ կարեւոր են, հատկապես մշակութային։ Սիրելի ռադիո լսողներ, մենք խոսում էինք այսօր ժամանակակից հայ արձակի ժողովածուն, որտեղ որ այսպես ներգրաված են 24 հայ հեղինակներ, ինչպես է Սաբա հեղինակավոր գրական մրցանակաբաշխության լավագույն թարգմանության անվանակարգի կարճ ցուցակում հայտնվել, իսկ զրուցակիցս Ասիա Դարփինյանն էր, գրքի թարգմանիչը, հուսով եմ հաջողություն կունենա գիրքը, շնորհակալություն Ասիա, իսկ զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն